Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցի ֆոնին մեր երկրում ստեղծված վիճակը այս պահին քննարկելու է մարտակարգ եւ լիազոր դեսպան Տյունիկ Աղաջանյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Աղաջանյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Տիկին Աղաջանյան, 30 րոպեից Թուրքիայում կմեկնարկի Փաշինյանի եւ Էրդողանի, ինչպես իշխանությունն է ասում, պատմական հանդիպումը, որից ընդամենը 1 ժամ առաջ Երևանում եւ Մարտերում սկսվեցին ապօրինի եւ զանգվածային ձերբակալություններ, խուզարկություններ։ Կարծում եք սա զուգադիպություն է, թե այս քայլերը միտումնավոր կազմակերպվել են Թուրքիա այցից հանրային ուշադրությունը շեղելու համար։ Գիտեք, ես չեմ կարծում, որ սա Թուրքիա այցից ուշադրությունը շեղելու համար է, ես ավելի հակված եմ մտածելու, որ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, ակնկալելով այն հանձնառությունները, որ նա կամ հերթական զիջումները, որ նա անելու է Թուրքիայում այս հանդիպումների ժամանակ եւ դրանից բխող հանրային ընդվզումների առումով որոշակի երևի թե իրենց կարծիքով հնարավոր բողոքավոր զանգվածի մեկուսացման գործընթաց է։ Եվ այս պարագայում ես կարող եմ իրենց հիասթափեցնել, քանի որ այդ անձանց, որոնց ձերբակալում են, միայն դրանցով չի սահմանափակվում մեր ժողովրդի բողոքավոր հատվածը եւ նրա զանգվածը շատ ավելի մեծ է, քան իրեն կարող են անգամ պատկերացնել։ Քաղաքագետների մի մասն ասում է, որ հնարավոր է Թուրքիայում խաղաղության փաստաթուղթ հրապարակվի։ Դուք տեսնում եք դրա հիմքերը, կարող է սա վերածվել չգովազդված, բայց վճռորոշ համաձայնագրի, որը ի օգուտ ոչ մեզ է լինելու։ Ցանկացած գործընթաց, որ իրականացնում է այս իշխանության ղեկին նստած անձնավորությունը, բացարձակապես չի բխում Հայաստան պետության եւ հայ ժողովրդի շահերից, սա արձանագրենք որպես աքսիոմատիկ ճշմարտություն, ել ավելի այս պահի դրությամբ, երբ որ նա փաստացիորեն մուրում է ինչ որ մի թուղթ, որի տակ դրվի ստորագրություն եւ անունը լինի խաղաղություն, անկախ նա բովանդակությունից։ Բայց խնդիրն անում է, որ այս պահին ոչ թե այդ փաստաթղթի բովանդակության հետ կապված է, այլ դրանից դուրս եղած հարցերի հետ կապված են զիջումները, որոնք ել ավելի են սպառնալիքներ ստեղծելու մեր պետության գոյատևման եւ գոյաբանական վտանգները խստացնելու են եւ զիջումներ են ակնկալելու Հայաստանից որպես պետություն։ Եվ այս պարագայում հենց իր գործողությունները, այն նյարդայնությունը, որ մենք տեսանք վերջի շրջանում, սկսած իր այս հիստերիկ ակցիան հայ ինքնության այսպես կուռ հենասյուներից մեկի հայ առաքելական եկեղեցու հանդեպ ցույց է տալիս, որ նա շատ լավ գիտակցում է իր քայլերի շատ կորստաբեր հետևանքները մեզ համար եւ ուղղակի նախապատրաստում է ի պաշտպանություն սեփական գոյության, սեփական ֆիզիկական գոյության եւ այն հանձնառությունների, որով նա բերվել է իշխանության եւ որը քայլ առ քայլ իրականացնում է։ Ես ճիշտ ասած որոշակի հույս ունեմ, որ ամբողջովին չի իրականանալու այն ծրագիրը, որով այս ամենը առաջ է գնում, հաշվի առնելով ձախողումները, որոնք մենք տեսանք իսրայելա-իրանական հատվածում, փաստացիորեն այն նպատակները, որը հետապնդվում էր Իրանին ծնկի բերելու առումով, դա իրականություն չի դարձել եւ մենք հիմա ավելի շատ մտնում ենք ժամանակավոր այսպես զինադադարի եւ դրան ձևակերպում տալու կամ երեսները պարզանելու միջոցով ինչ որ մի բանաձևման միջոցով իրավիճակը քիչ թե շատ կանոնացնելու, բայց այս հանդիպումները, այդտեղ գտած համաձայնությունները ավելի հեռահար նպատակներ են հետապնդում եւ մեզ կանգնեցնելու են շատ վտանգավոր զարգացումների շեմին։ Ենթադրաբար երեք նաև Ալիևի այցը պատահական չէր Փաշինյանի այցից ընդամենը 1 օր առաջ, հնարավոր է, որ նոր կետեր առաջարկեն այսօր Փաշինյանին, բացի այն կետերը, որոնք եղել են համաձայնագրում եւ որոնց մասին մենք գոնե տեղյակ ենք։ Համաձայնագրի կետերը դնենք մի կողմ, սրանք համաձայնագրից դուրս գործող կետերի մասին է խոսքը, այստեղ պատահականություն, որևէ պատահականություն չկա եւ սա բխում էր թե Էստոնիա իր այցի ժամանակ այն ժամանակվա Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության պետ Մուրի հետ հանդիպման համաձայնություններից եւ թե Ալբանիայում այսպես մուրացիկի կերպարով ինչ որ համաձայնություններից եւ մենք հիշենք, որ նա փաստացիորեն Էրդողանին կարգել է բանակցային գործընթացի միջնորդ, Էրդողանը հաճույքով ընդունել է այդ այսպես ասած կերպարը իր համար եւ օգտագործելով այն լծակները, որ ունի մեր իշխանության ղեկին բազմած անձի հանդեպ, նա փորձում է հեղինակությունը իր ավելի մեծացնել առանց որևէ լրացուցիչ զիջումներ անել
ընդունելու ոչ Թուրքիայի համար, ոչ Ադրբեջանի համար։ Բայց այստեղ խնդիրն անում է, որ սա շատ ավելի մեծ ծրագրի մաս է կազմում, ծրագիր, որը շատ ավելի հեռահար նպատակներ ունի եւ այդ ծրագրի մի էական տարը, որը այս պահին զարգացումներ էր ապրում, որից պիտի բխեր նաեւ այս հանդիպման արդյունքում եղած համաձայնությունների իրականացումը Հայաստանի համար, դա իրականություն չի դարձել։ Խոսքս իսրայելա-իրանական զարգացումներն էր, այսինքն Ադրբեջանը պիտի ըստ ծրագրի գործողություններ սկսեր Իրանի հանդեպ, երբ որ Իրանի առաջի հարվածներից հետո այդ ծնկի գալու նրա թուլացման եւ ներքին բախումների ըմբոստության այդ պորտկումները, ապստամբությունները լինեին, նա պիտի հյուսիսից հարվածեր ի օժանդակություն իսրայելական ուրեմն գործողությունների, սակայն դա այս պահին անհնարին է դարձել։ Դրան պիտի զուգակցվեր, ենթադրում եմ, Թուրքիայի կողմից թե Ատրպատականի հատվածում իրենց այսպես գործակալական ցանցերի ակտիվացումը եւ թե քրդական մասի ակտիվացումը, որի հետ կապված միջայլոց մենք 2 օր առաջ տեսանք իբրև թե անկախության կամ անջատողական որոշակի շարժումների դրսևորումներ, որը շատ արագ մարեց եւ այս ամենը պիտի մեկ գործողության շրջանակներում իրականացվեր եւ դրան էր միտված նաեւ նրա այցը, որպեսզի Հայաստանի կողմից այդ միջանցքի բացման եւ այլ զիջումների իրականացումը հնարավոր լինի, որի դիմաց նա պիտի այդ փաստաթղթի տակ Ալիևի ստորագրությունը ստանա։ Բայց Թուրքիան եւ Ադրբեջանը ներկայիս իրավիճակում, երբ որ Միացյալ Նահանգները ամեն կերպ հետ է քաշվում այս իր համար արդեն ձախողված գործընթացից, ենթադրում եմ, որ նրանք ել ավելի նոր պահանջներ կամ այնպիսի պահանջներ են դնելու, որ խնդիր է առաջանալու անգամ իր համար ընդունելի համարված հանձնառությունները կատարելու։ Նաև 2 օր առաջ, 2-3 օր առաջ պաշտոնական մակարդակով Ադրբեջանը հայտարարեց, որ համաձայն են նույնիսկ Սյունիքի ոչ թե միջանցք, այլ ճանապարհ կոչվածին, այսինքն սա էլ պատահական հայտարարություն չէր, հենց այն փուլում, երբ որ Իրանը զբաղված է պատերազմով, պատահական չէ, որովհետև ինչպես նշեցի Ադրբեջանի կողմից գործողությունները։ Որն է լինելու տարբերությունը ենթադրում։ Տարբերությունը կբացատրեմ։ Ադրբեջանի կողմից գործողությունների իրականացման համար խիստ էական է ցամաքային ուղու գոյությունը, որով հնարավոր կլինի թե ծանր սպառազինությունը տեղափոխել այդ ճակատ եւ թե մարդուժը արագորեն տեղափոխել։ Վրաստանի հատվածը հնարավոր չէ օգտագործել, որովհետեւ Վրաստանը այլ շրջանակներում է սկսել գործել եւ վերահսկողությունից դուրս է եկել, առավել եւս, որ մեր իշխանության ղեկի նստած անձը գտնվում է Էրդողանի վերահսկողության ներքո, այսինքն նա թելադրանքով է շարժվում արդեն, այսինքն Մեծ Բրիտանիան մի կողմից էր, Միացյալ Նահանգները մի քիչ մի կողմ է քաշվել Թրամփի ադմինիստրացիայի օրոք, բայց հիմա հիմնական թելադրողը դարձել է Էրդողանը եւ այս պարագայում փաստացիորեն Ադրբեջանից նման խոսույթի հնչելը ուղղակի փափուկ բարձր մեր հանրության գլխի տակ, որպեսզի իբրև թե ճանապարհի պատրվակով համաձայնության կան այդ գործող ուղին ընդհանրապես աշխատացնելու համար։ Սա է խնդիրը, բայց իրականում դա չի լինելու այն ճանապարհը, որը մենք ենք ենթադրում, այսինքն նորմալ ճանապարհներ, որը պետությունների միջև գործում են եւ դու անցնում ես համապատասխան ընթացակարգերով եւ հատում ես մեկ այլ պետության սահմանը այդ ընթացակարգերին համապատասխան։ Այդպիսին չպիտի լինի ըստ էության եւ պիտի թույլ տա սպառազինությունների զենքի եւ այլ կարգի ուրեմն մատակարարումների անխոչնդոտ իրականացում Թուրքիայից դեպի Ադրբեջան հենց Իրանի դեմ գործողությունների համար։ Իսկ Արցախի տարածքը, որովհետև վերջին օրերին նաև իրանական լրատվամիջոցներում եւ քաղաքագիտական դաշտում տարածվեց տեղեկություն, որ հարվածներ են եղել Իրանին, Արցախի եւ Նախիջևանի տարածքից։ Այո։ Հենց Արցախի օկուպացված տարածքներն էլ դրա համար օգտագործվում են։ Պատահական չէ, որ Ադրբեջանը Արցախը օկուպացնելուց հենց արդեն 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո սկսեց այսպես բազմագիծ ճանապարհների բազմաշերտ ճանապարհների եւ ռազմական օդանավականների կառուցում մի հատվածում, որտեղ փաստացիորեն հատկապես Արցախի հայերի ցեղասպանական գործողություններից հետո անմարդաբնակ է, այսինքն դու անմարդաբնակ տարածքներում միլիարդավոր դոլարների ծախսեր չես իրականացնում, եթե այլ հեռահար նպատակներ չունես։ Իսկ հեռահար նպատակները թե Արցախի հարավային հատվածներից, թե Նախիջևանից դեպի Ատրպատական եւ դեպի ավելի
Իրանի հյուսիս-արևելյան հատվածները, որտեղ եւս օգտագործվել են Ադրբեջանից, որքան հասկացա իրանական տարբեր աղբյուրներից այդ անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ իրականացնել եւ բավականին ակտիվ է իրականացվել այդ ներքին ըմբոստությունները կամ հանրային դժգոհությունը խրախուսելու համար, սակայն դա հակառակ արդյունքն է տվել։ Հիմա, քանի որ այսօր մենք գտնվում ենք մի պահի դրությամբ, երբ որ Միացյալ Նահանգները փորձում է հետ քաշվել ընդհանրապես նման արկածախնդրության մեջ ներքաշվելու հեռանկարից, որ ուղղակի կործանարար կլինի Տրամպի եւ իր վարչակազմի համար եւ որևէ երաշխավորված հաջողություն չի բերելու, բացի ուղղակի Միացյալ Նահանգներին հերթական անգամ որպես ինչ ասեմ, ագրեսոր պետություն հռչակելը, որը Տրամպը բացարձակապես ցանկություն չունի նման որակավորումներում մնալ պատմության մեջ եւ տվյալ պարագայում փաստացիորեն մենք տեսնելու ենք որոշակի հետքայլ նաև Ադրբեջանից եւ Թուրքիայից, որովհետեւ նրանք կմտնեն այդ ծրագրի իրականացման մեջ միայն, ես կարող եմ ասել, 1000%-ով երաշխավորված արդյունք ունենալու պարագայում։ Իսկ եթե պաշտոնապես հաստատվի, որ եղել են այս հարվածները հենց օկուպացված Արցախի տարածքից եւ Նախիջևանից, ինչ հնարավոր պատասխան կարող է լինել Իրանի կողմից։ Ես չեմ կարծում, որ Իրանը ներկա պահին ակտիվ պատասխանի գնա, որովհետեւ Իրանին բացարձակապես ձեռնտու չէ այսօր որևէ պատերազմական գործողություն եւ դրանով էր պայմանավորված նաեւ Իրանի իշխանությունների կողմից բավականին այսպես մեղմ արձագանքը նախորդ իսրայելական, նկարտումներին, որը մենք տեսանք, թե ուրեմն Հեզբոլլահի ղեկավարի սպանության, թե այլ գործողությունների, ահաբեկչական գործողություններին ի պատասխան, Իրանը ներկայապահին բացարձակապես ցանկություն չունի նմանատիպ արկածախնդրության մեջ մտնելու, հաշվի առնելով, որ Ռուսաստանի ձեռքերը դեռ կապված են, այսինքն այնտեղ հարցերը դեռ չեն վերջացել, եւ ընդհանրապես Իրանը ինքը իրենով ռազմական գործողությունների չգնացող պետություն է, ինքը իր ներկայիս իշխանությունը հատկապես ամեն ինչ փորձում են անել ավելի մեղմ դիվանագիտական ճանապարհներով խնդիրները լուծելու համար, սակայն եթե անգամ մենք այս պահին տեսնենք որոշակի զինադադար, դա լինելու է խիստ ժամանակավոր եւ մենք հաշվի առնելով Նեթանյահուի քաղաքական դիրքի շատ խալխուլ վիճակը, հանրային ներքին դժգոհության արդեն իսկ ակնհայտ բռնկումները, որ մենք տեսնում ենք իր կառավարության շրջանակներում, հաշվի առնելով պաշտպանության նախարարի եւ անվտանգության իրենց քարտուղարի բախումները եւ մեղադրանքները զոհերի առումով, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի առումով, որը եղել է հենց այդ շատ ագրեսիվ քաղաքականության հետապնդման արդյունքում, մենք ավելի մեծ ըմբոստություն, բռնկումներ կտեսնենք իսրայելական հատվածում, իսկ դրան պատասխան կամ դա իր համար շեղելու միջոց Նեթանյահուն միայն տեսնում է ռազմական գործողություն, այսինքն դա նշանակում է, որ դեպի սեպտեմբեր-հոկտեմբեր մենք կտեսնենք թե ուկրաինական հատվածում, թե այս հատվածում սրացումներ եւ չի բացառում, որ այսօրվա հանդիպման արդյունքում նաեւ ինչ-որ համաձայնություններ լինեն հետագայի համար։ Տիկին Աղաջանյան, նաև երեք այդ իրադարձություններին եւ տարածաշրջանում լարվածությանը անդրադառնալով Փաշինյանը հենց խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը երբևէ այնքան պատրաստված չի եղել այդ զարգացումներին եւ հնարավոր սցենարներին, որքան պատրաստված է այսօր։ Արդյոք Հայաստանը պատրաստ է հնարավոր զարգացումներին ավելի խոր պատերազմի գնալու, թե Հայաստանին են պատրաստում ինչ-որ զարգացումների։ Ես կասեի Հայաստանին են պատրաստում, Հայաստանը երբեք այնքան թույլ եւ անպաշտպան չի եղել, ինչպես իր իշխանության օրոք, եւ դա արվել է միտումնավոր, մտածված, ծրագրված ուրեմն գործողությունների արդյունքում իր յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր գործողությունը թե քաղաքական առումով, թե անվտանգային առումով մեզ ել ավելի խոցելի վիճակի մեջ է դնում եւ այս պարագայում նշված անձի խոսքերը պետք է ուղղակի հարություն աշճան հակառակ հասկանալ, երբ ինքը մի բան ասում է, բոլորովին հակառակ արդյունքն ենք մենք տեսնում գետնի վրա արդեն իրականում եւ ինքը փորձում է ուղղակի հանրային մտահոգությունները շեղել եւ այդ շեղման միջոցով գուցե թե հետագայում իր վրայից ինչ որ մի ձևով ապագա զարգացումների արդյունքները եւ դրա մեղքը իր ուսերից այլոց ուսերին բարթել։ Եթե ի վերջո այսօր վերադառնա այդ խաղաղություն կոչվող փաստաթղթով, ինչ է մեզ սպասվում հետո։ Ես չեմ կարծում, որ այսօր այդ ստորագրությունը լինի։
որովհետև ոչ Էրդողանը, ոչ Ալիևը ցանկություն չունեն նման նվեր անելու ոչ հայերին, ոչ Հայաստան պետությանը, ոչ էլ իրեն, որը իրենց ձեռքի տակ ուղակի թաշկինակի դեր է կատարում եւ ինչպես նշեցի, այս պահը դեռ իրենց համար բարենպաստ չէ այդ թուղթը նվիրելու, քանի որ իրենք հետագա զարգացումների համար հիմա իրենց ալիբի է պետք։ Ալիբի, որ իրենք հաջողության չեն հասել այդ միջանցքը բացելու առումով եւ իրենք չեն կարող մտնել այդ ռազմական գործողությունների մեջ։ Չի բացառում, որ իսրայելական կողմից եւ ամերիկյան այդ բազեական հատվածի կողմից մեծ ճնշումներ կան թե Էրդողանի, թե Ալիևի հանդեպ, որպեսզի իրենք ի վերջո գնան այդ քայլերին։ Սակայն իրենց պետք է պատերվակ, որ իրենք չեն կարող դա իրականացնել։ Իսկ նման պատերվակը անհամաձայնությունն է այդ միջանց կոչվածը ստանալու առումով։ Եթե իսկապես որևէ բան, ինչպես ասում եք, քննարկվում է, փաստաթուղթ կա կամ երբևէ դրա մասին պիտի հայտարարեն, կարող ենք ենթադրել, որ ներքաղաքական զարգացումները ոչ միայն այսօրվա, նաև վերջին շաբաթվա ձերբակալությունը Սաղմել Կարապետյանի եկեղեցու դեմ էլ ավելի անկոռեկտ պահվածքը, որը գոնե մինչև այդ աստիճանի չէր, այս ամենը հատուկ ուղղորդված են, թե հատուկ են անում, որ այդքան էլ շատ ուշադրություն կամ լավ մարդիկ չհասկանան ինչ է իրականում կատարվում ավելի վտանգավոր քաղաքական դաշտում, թե իրականում քաղաքական process է սկսվում այս ամենին զուգահեռ, որոնք հատվել են եւ խառնվել են իրար այս իրադարձությունները։ Գիտեք, եկեղեցու դեմ արշավը եւ այսօրվա գործողությունները դրանք մտածված են, պարոն Կարապետյանի հետ կապված զարգացումները ուղղակի երևի իր համար հարմար առիթ էր, ենթադրում եմ, որ ինքը փնտրում էր ինչ որ մի հնարավոր զարգացում, որ կարողանա օգտագործել այդ հանրային ուշադրությունը շեղելու համար եւ երևի շատ պատեհ առիթ դառավ պարոն Կարապետյանի խոսքը, որը իր մեջ բովանդակային առումով որևէ վտանգավորության աստիճանի ինչ որ ձևակերպում չէր պարունակում, ուղղակի այդ հանրային ուշադրությունը շեղելու ինչ որ մի բանով զբաղացնելու նպատակն է հետապնդում, ինչ վերաբերում է եկեղեցու դեմ արշավին, դա մտածված եւ հստակ ծրագրված քայլ է, սակայն թեր ես կարծում եմ, որ իրենք գերագնահատել են իրենց կարողությունները եւ թերագնահատել են մեր ժողովրդի համար հայի ինքնության այդ կուռ հենասյուներից ամենակարևորներից մեկի կարևորությունը եւ արժեքը ժողովրդի եւ մարդկանց գիտակցության պարագայում եւ այստեղ կարծում եմ իրենք մեծ ձախողումների առջև են կանգնած։ Շնորհակալ եմ Տիկին Աղաջանյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յունիկ Աղաջանյանի հետ։